Աստծո պատասխանը հնազանդությանը։ Ինչ եղավ արդյունքում, երբ որ Դանիելը հնազանդվեց Աստծուն։ Նրան շնորհ տրվեց, իմաստություն եւ ճանաչողություն։ Աստված ավելացրեց ու բարձրացրեց նրան։ Աստված երբեք պարզ չի մնում նրան, ով իր սրտում մաքուր է մնում։ Մատթեոսի 5:8 Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն։ Երբ մենք պահում ենք մեր սիրտը, Աստված պահում է մեր ապագան։ Նա ոչ միայն պաշտպանում է այն, այլ նաև բարձրացնում։ Այսօր մեզ չեն ստիպում բացահայտ ուրանալ մեր հավատքը, բայց առաջարկում են փոքր զիջումների գնալ։ Գիտեք, մեր գործատուները կարող են մեզ առաջարկել բարձր աշխատավարձ, կարող են ասել, այսօր ժամավճար կտամ, միայն այս ժամին արի աշխատանքի, արի օգնի այսօր, կարիքդ կա։ Լսեք, սիրելիներ, աշխարհը այսօր ուզում է ամեն բան անի, ինչպես որ Փարավոնը արեց։ Շատ աշխատենք, քիչ վաստակենք, որակով անենք եւ շուտ արագ անենք, բայց չի լինում այդպես։ Ամեն գործ իր գինը ունի, ամեն գործ իր արժեքը ունի։ Մենք պետք է այդ արժեքը պահենք։ Աստված մեզ տվել է, բայց մենք պետք է որոշենք, որ այս ժամին որտեղ պիտի լինենք։ Ես ասեմ, որ դու եւ ես այսօր ճիշտ որոշում ենք կայացնել լինել Աստծո տանը եւ տալ նրան արժանի փառքը։ Ամեն։ Աշխարհը ամեն գնով ուզում է հետ պահի մեզ Աստծուց, բայց մենք բոլոր դեպքերում չպիտի գնանք փոխզիջման։ Աշխարհը իր հարմարավետությամբ, անհոգությամբ ճահճի պես խորտակում է ու խեղդում մեզ։ Երբ մարդը սրտում է վճռում հնազանդ լինել Աստծուն, Աստված կարող է փոխել նույնիսկ այն ճանապարհը, որը թվում է փակ։ Աստված մեզանից ուզում է, որ մենք հաստատակամ լինենք մեր որոշումների եւ ընտրությունների մեջ։ Բաներ կա, որ մենք պետքա զղջանք, այո, եթե մարդիկ ասում են, որ մենք սխալ ենք, եթե մարդիկ ասում են, որ այս պահին ճիշտ չէինք, մենք պետքա խոնարհաբար ընդունենք, չասենք դու պետքա ինձ ասես։ Մենք պետքա խոնարհաբար ընդունենք, որտեվ մեր խոնարհությունը Աստծո զորությունն է, որտեվ Աստված ինքը խոնարհվեց, իր փառքը եւ իր մեծությունը թողեց, մարդացավ ու մարմնացավ եւ մարմին հագավ, որպիսի ապրի, որպիսի մարդկային մարմնի մեջ հաղթի մեղքին, հաղթի սատանային եւ հաղթի մահվանը։ Դեռևս ոչ ոքի չի հաջողվել պատմության մեջ, ով կարող էր հաղթել մահին, ով կարող էր մաքուր, անբիծ ապրել եւ աշխարհը նրա մեջ ոչինչ չգտավ։ Դու ուզում ես լինել նրա նման եւ նրա պես։ Երբ որ Ադամը մեղք գործեց, Ադամը չմեղանչեց, նա չկորցրեց Աստծո պատկերը, բայց նա կորցրեց Աստծո նմանությունը։ Եվ այսօր ժամանակն է, սիրելիներ, լինենք նրան նման։ Առաքյալն ասում, տակավին մենք չգիտենք ինչպիսին ենք, բայց երբ որ նա գա, մենք նրան նման կլինենք։ Ամեն։ Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս, որ Աստծո մեծ գործերը շատ հաճախ սկսվում են ոչ թե բարձր աղմուկով, այլ մարդու սրտում ընդունված լուռ վճռով։ Մենք կարող ենք, Աստված կարող է այցելել, կարող է մեզ մի բան ասել, միշտ չէ, որ գերբնական ձևով, խոսքով, փոթորիկով, կրակով, ընդամենը մի հատ Սուրբ Հոգու քնքուշ այցելությունը եւ մենք մի հատ լուռ որոշում մեր սրտի մեջ եւ Տիրոջ ասում ենք այո եւ ամեն։